Նիկոլ Փաշինյանն իր ծրագրում նախընտրական գրել է, որ պետք է եկեղեցու հոգևոր առաջնորդին փոխի։ Սա աննախադեպ է, որովհետև երբևէ մենք չենք տեսել, որ նախընտրական ծրագրերում այսպիսի բան լինի։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Նիկոլ Փաշինյանը չի եկեղեցու առաջնորդին, նախ նա եկեղեցու առաջնորդ չի, նա եկեղեցու աթոռը բռնազավթված է, Նիկոլ Փաշինյանի մեկն է։ Հա, նախ Նիկոլ Փաշինյանը փոխող չի, Նիկոլ Փաշինյանը այսօր որպես կառավարության ղեկավար արտահայտում է մեր 100,000-ավոր հավատացյալների կարծիքը, մեր 100,000 հավատացյալների մոտեցումը հայ առաքելական Սուրբ եկեղեցի, հայ առաքելադավան եկեղեցի, որովհետև տասնյակ հազարավոր հետևորդներ, եկեղեցու հավատացյալներ հետ են կանգնել, մեղմ ասած չունեն այն ագնացանքը, որ տածել է միշտ հայ առաքելական եկեղեցու եւ հատկապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ նրա տերերի հանդեպ։ Ես պիտի ասեմ այսօր հայ առաքելական եկեղեցին եւ Մայր Աթոռը բռնազավթված մի քանի հոգեվորականների արժանապատվությունը եւ նրանց արժեհամակարգը եւ նրանց ուրեմն վստահությունը մեր հավատացյալ ժողովրդի շրջանակում զրոյից ցածր է արդեն։ Նրանք արդեն որևէ քաղաքական գործոն չեն։ Նրանք զբաղված են եղել վերջին 8 տարիներին միայն դավադիր գործունեությամբ եւ կառավարության հետեւողական եւ սկզբունքային գործունեության հետևանքով շնորհիվ ջրերից դուրս եկան բազմաթիվ ուրեմն ստվերային գործարքներ, մուտք գործարքներ եւ Կտրիշ Սյանի, եւ նրա եղբոր, եւ Մայր Աթոռի դիվանապետի եւ բազում ուրեմն թեմակալ առաջնորդների եւ ՔՊ-ի ծրագրում այդ մասին գրելով ջախջախում են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ես որպես վարչապետ այս ամեն ինչի մեջ չեմ մասնակցում, այլ որպես հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ իմ մտահոգություններն եմ հայտնում իրենք, իսկ իրենց ձեռքով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ջախջախեցին։ Ամբողջովին արդարացնում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը հայ եկեղեցու հանդեպ ավերված եկեղեցիների վերականգնման, հոգևոր հավատի վերականգնման, հազարավոր հոգևորականների հանդեպ ճիշտ մոտեցման, մեր ժողովրդի մեջ հավատը հայ առաքելական եկեղեցին եւ Սուրբ Էջմիածինը վերականգնելու